ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները Շվեդիայում կայացած հանդիպմանը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ընդլայնումը, Ուկրաինային շարունակական աջակցությունը, Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը և հուլիսին Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումը։ Հանդիպումից հետո դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՆԱՏՕ-ն վճռականորեն կպաշտպանի յուրաքանչյուր դաշնակցի։ Եթե ինչ-որ մեկն այնքան հիմար գտնվի, որ հարձակվի մեզ վրա, պատասխանն ավերիչ կլինի, ասել է նա։ Բացի այդ, Մարկ Ռյուտեն կարևորել է Կիևին օգնությունը, նշելով Ուկրաինան պետք է ունենա ամեն բան պաշտպանվելու ներկա եւ հնարավոր ապագա ագրեսիայից։ Ռյուտեն նաեւ շեշտել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագրերի շուրջ երկրների համախմբման անհրաժեշտությունը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արժեքավոր կառույց է ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Ավելի վաղ Շվեդիայում հանդիպման շրջանակում Ռուբիոն հայտնել էր, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցություններում որոշ առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով հիմնական հարցերը նույնն են՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ դա ապահովելու համար հարկավոր է հասցեագրել հարստացված ուրանի խնդիրը։ Ռուբիոն նաև անընդունելի էր համարել այն, որ Իրանը փորձում է Հորմուզի նեղուցում տուրքերի գանձման համակարգ ներդնել եւ հորդորում է Օմանին միանալ իրեն այդ հարցում։ Ռուբիոյի խոսքով դա նախադեպ կստեղծի այլ երկրների համար նմանատիպ տուրքեր սահմանելու ռազմավարական կարևոր այլ ջրային ուղիներով անցնելու համար։ Ուկրաինան եւ Ռուսաստանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ Լուգանսկի Ստարոբելսկ բնակավայրի քոլեջին ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, գրեթե 40-ը վիրավորվել, եւս 18 մարդ կարող է լինել փլատակներում։ Հարվածի պահին շենքերում եղել է 14-ից 18 տարեկան 86 դեռահաս։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարվածը որակել է հրեշավոր հանցագործություն, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակումն անվանել է ահաբեկչական, պաշտպանության նախարարությանը հանձնարարելով պատասխան հարվածի առաջարկներ ներկայացնել։ Բելգորոդի մարզում էլ ուկրաինական հարվածների հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Ուկրաինան իր հերթին հայտնել է, որ Դնեպրի պահեստներից մեկին ռուսական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել։ Վնասվել է ավելի քան $1 միլիոն հումանիտար օգնություն։ Դնեպրոպետրովսկում եւ Սումիում 26 մարդ է վիրավորվել։ Միաժամանակ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Կիևի հետ բանակցություններ է վարում ժամանակավոր տեղային հրադադարի շուրջ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի էլեկտրամատակարարման գծերի վերանորոգում իրականացնելու համար։ Եվրոպական միությունը որևէ պարագայում չի վերադառնա Ռուսաստանից նավթի եւ գազի գնումներին, չնայած Իրանի շուրջ պատերազմի պատճառով էներգակիրների գների աճին։ Նաեւ չի մեղմացնի Մոսկվայի դեմ պատժամիջոցները, ինչպես դա արել են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան, հայտարարել է ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։ Նրա խոսքով Եվրամիությունը դիվերսիֆիկացրել է իր աղբյուրները։ Խողովակաշարային գազի հիմնական աղբյուրն այժմ Նորվեգիան է, հեղուկացված բնական գազի աղբյուրը ԱՄՆ-ն։ Ընդունվել է ռազմավարական որոշում լիովին հրաժարվել ռուսական նավթից եւ գազից, եւ մենք կհետևենք դրան, ասել է Եվրահանձնակատարը։ Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին նախազգուշացրել է, որ անկլավում ստեղծված ծանր իրավիճակը կարող է սրվել, եթե հրադադարը չպահպանվի։ Նրա խոսքով գլխավոր խոչընդոտն այն է, որ Համասը հրաժարվում է վայր դնել զենքը եւ հրաժարվել Գազայի հատվածի վերահսկողությունից։ Մլադենովը նաեւ հայտնել է Իսրայելի կողմից հրադադարի շարունակական խախտումների մասին։ Բացի այդ, Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչը հրապարակել է Գազայում կարգավորման ճանապարհային քարտեզը, ըստ որի զինաթափման առաջարկը չի նշանակում զենքի փոխանցում Իսրայելին, այլ նախատեսում է դրա աստիճանական հանձնում միջազգայինորեն ճանաչված պաղեստինյան մարմիններին։ Զինաթափման գործընթացը պետք է տեղի ունենա անկլավի տարածքից իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանը զուգընթաց։ Ճանապարհային քարտեզը նաև ներառում է ոստիկանության բարեփոխումներ, միջազգային կայունացնող ուժերի ժամանակավոր տեղակայում, անկլավի լայնամասշտաբ վերակառուցում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։